Ձեզ ներկայանամ առաջին անգամ եմ այստեղ Արմեն Աղայան ներկայացնում եմ հայկական ընտրություն կազմակերպությունը, որը զբաղվում ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման տեխնոլոգիական առաջարկներ ներկայացնելով։ Եվ պատահական շեշտադրումը չարեցի, թվում եմ ներկայացնում, որտեղ կիսելով նաև Արքուրի մտահոգությունը քայլ անելու և ուրիշ մտքեր էլ այստեղ հնչեցին նույն համատեքստում։ Իրոք մենք կարող ենք նամակներ գրել, անկեղծ ասած ես իմաստը չեմ հասկանում ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին բարև տալու կամ դիմելու որևէ առիթով։ Կարող ենք այսպես նստել և ձայնի տալ և 10 անգամ նույն սենյակում լսել համահունչ մտքեր, որի հետ առանց այդ էլ համաձայն ենք, կարծես թե ուրախ ես, որ մարդկանց հետ համաձայն ես, բայց մի տեսակ անիմաստ զբաղմունքի է վերածվում։ Այստեղ շատերը շեշտեցին, որ եթե հանկարծ վերարտադրվեց, իսկ այս ամբողջի իմաստը հենց իրենց վերարտադրությունն է, դրանից հետո եթե չասենք աշխարհի վերջն, ապա այդ վերջին շատ մոտիկ մի իրավիճակ կարող է ստեղծվի, հուսահատության, հիասթափության ահռելի ալիք, հետևաբար խնդիրը այստեղ իրոք իշխանափոխությունն է, բայց իշխանափոխությունն էլ ամեն տեսակի իշխանափոխությունը չի, որ է ինքնըստինքյան խնդիր է։ Շատ վիճեցինք ստեղ 4-րդ հանրապետությունը ինչ է, ես իրականում ինձ համար բոլոր մոտեցումներն էլ ընդունելի են, այս թե ինչի մասին ես ուզում խոսես, կարաս 3-րդ, 4-րդ էլ ասես, կարաս իջես, որ բոլոր իրար հետ փոխկապակցված և մեկը մյուսով պայմանավորված փուլեր են մեր պատմության մեջ, նորագույն պատմության մեջ, սակայն ուզենք թե չուզենք 5 տարի առաջ տեղի ունեցած կապիտուլյացիայից հետո դրված է այդ հարցը, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը պարտությունից հետո։ Պիտի լինի թուրքերին ենթակա կիսագաղութային միակ երկիր, թե պետք է այնուամենայնիվ փորձ կատարի վերածնվել որպես ազգային պետություն։ Հիմա եթե կա այդպիսի նպատակ, էլ արդեն կարևոր չի, մեկը դրա անունը կդնի 4-րդ, 3-րդ, կոնկրետ Նիկոլը դա դնում է թուրքերին ենթակա պետության անունն է ուզում 4-րդ դնի, մենք էլ կարող ենք, չգիտեմ, այդ կոնտեքստում ասենք չէ 4-րդ, բայց կներես ոչ թե քո երազած 4-րդ, այլ բոլորովին ուրիշ 4-րդ կամ ազգային պետություն, կամ այդ 4-րդը չասել, ուղղակի խոսել ազգային պետություն։ Կարելի է խնդրել տարբեր միավորող գաղափարներ։ Այստեղ հիշատակվեցին, մի քանիսը ես որոշ վերապահումներ ունեմ, առանձին կետերի վերաբերյալ ինքը հայկական ընտրությունը, նույնպես նման միավորող գաղափարներ առաջարկել տարբեր քաղաքական ուժերին համախմբման ընդհանուր հարթակ ունենալու համար, ինչպիսին են ազգային պետությունը, ինքնիշխանությունը, հայրենատիրությունը, համապարփակ անվտանգության համակարգը, խմբիշխանության բացառումը եւ այլն։ Բայց հիմնական հարցն այն է, թե հայ ժողովրդին առաջարկվելու է նոր ընդդիմության ձևաչափ, թե ոչ։ Ամենայն հարգանքով բոլոր հավակնություն դրսևորող թեկնածուների հանդեպ և նրանց կազմակերպությունների հանդեպ դա շատ թույլ հայտեր են, որպեսզի ժողովուրդը դա ընկալի որպես գլխավոր ընդդիմություն։ Ցավոք սակի, այս պահի դրությամբ, թե լրագրողների մակարդակով, թե հանրային չեսպես պարզունակ ժողովրդական խոսակցությունների մակարդակով շարունակում են գլխավոր ընդդիմություն ընկալվել մի կողմից են նախկինները, որի հետ ճիշտ ասած համագործակցել իմաստ չունի, որտեղ սպառվող վերածող ինչ-որ մի բան է, բայց դեռևս իներցիայով ընկալվում են։ Մյուս կողմից փողի մեծ տոպրակները, ինչպիսին հիմա մեր ձևովն է դաշտում գործում խաղալ եւ ասել մենք ամենահզորն ենք, չգիտեմ, ռեսուրսներով միակն ենք, որ կարող են այստեղ իշխանափոխություն իրականացնել, սակայն այդ ամեն ինչը մեզ չի տալու ազգային պետության կողմնակից առաջնորդներ թիմ։ Դա հնարավոր է միայն մեկ տարբերակով։ Եթե արդեն առկա բոլոր տեխնատուները, այս երրորդ դաշտում խաղացող նախկին ներկաներին մերժող, ազգային պետություն, ինքնիշխանություն, հայրենատիրություն և նման գաղափարների հետ համաձայնված տեխնատուները իրենց առաջադրման իրավունքը
եթե չեն փոխանցում ժողովրդին։ Ակտիվ քաղաքացիներին, որոնք նախնական հատուկ կազմակերպված նախնական ընտրության միջոցով կորոշեն, թե ով պետք է լինի Նիկոլ Փաշինյանին ձեռնոց նետող թիմի առաջնորդը, երկրորդ համարը, երրորդ համարը, չորրորդ համարը։ Այս տեխնոլոգիան է, որ մենք առաջարկում ենք բոլորին, ժամանակը շատ չէ, բայց բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ իրենք վարչապետի գուցե լավագույն կամ հավանական լավագույն թեկնածուներից մեկն են, կարծում եմ հայ ազգի առջև պարտականություն ունեն համաձայնության գալ համանման այլ թեկնածուների հետ եւ համանման ներկայացրած սկզբունքներով նախընտրություն կազմակերպել, որպեսզի հայ ժողովուրդը ինքը որոշի, թե ով է ընդդիմության այն առաջնորդը, առաջնորդների այն թիմը, որը պետք է ձեռնոց նետի Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրի։ Եթե սա չեղավ, ցավոք սրտի կանխատեսումները լավատեսական չեն կարող լինել եւ այս հարցը մենք շատ կարեւորում ենք եւ այս օրերին փորձում ենք նման մի միջկուսակցական, եթե կարելի է ասել, պայմանագրի նախագիծ շրջանառել նման նախընտրություն համատեղ ուժերով կազմակերպելու թեմայով։ Հուսամ արձագանքները կլինեն պատասխանատու, հուսամ արձագանքները կլինեն առանց տուրք տալու միջկազմակերպական կամ ինչ-որ այլ անձնական մոտիվներին եւ հուսամ մենք ժամանակը չենք կորցրել եւ կարող է հայ ժողովուրդը այս ընտրություններում ունենալ այլ ընտրակ։ Այլապես դարձյալ ընտրելու է շարիկի փոքրագույն, չկարևորելով այն բոլոր տեխնացուներին, ովքեր իրենց պատկերացնում են, թե հայ ազգի հիմնական լուծումները առաջարկող հենց ինքն է կամ իրենց թիմն է։ Այդ ամեն ինչը պետք է ժողովրդի քննությամբ անցնի, ժողովրդի քննությունը եւ միայն այդ դեպքում։ Միավորման ցանկացած այլ տարբերակ, որը հաճախ տարիների ընթացքում ընդդիմադիր տարբեր ձևաչափեր փորձել են անել, հիմնականում վերածվում են բազարի։ Ես ասքան անդամ ունեմ, ես ասքան փող ունեմ, ես ասենց շնորհալի լիդերներ ունեմ, ես չգիտեմ, ես եմ, բայց այդ մյուսը դա այդքան չի։ Միակ դատավորը ստեղ ընտրողն է։ Իհարկե լավ կլիներ մենք ունենայինք այնպիսի ընտրություն, պետական ընտրությունները լինեն այնպիսի, որ մենք վստահենք, որ այդ ընտրություններին մասնակցելով կարող ենք այդ ձևավորել ազգային ընդդիմությունը հենց այդ ընտրությունների արդյունքն է։ Սակայն ցավոք մենք ունենք բավական միաբևեռ քաղաքական համակարգ, որտեղ իշխանական բևեռին հակադրվող այդ գլխավոր ընդդիմության ձևաչափը, ասած մի տեսակ ֆանտոմային երևույթ է, ընտրությունից ընտրություն հայտնվում եւ վերանում է, մենք ձախողվում են եւ հաջորդ անգամ արդեն ոչ մի ձայն չեն ստանում, նախորդ անգամ, ասենք չգիտեմ, 38% ստացած ռաֆին հաջորդ անգամ արդեն որպես քաղաքական գործիչ գոյություն չուներ։ Սա համարյա բոլոր ընդդիմության առաջնորդներին է վերաբերում, ովքեր ինչ-որ մի ժամանակ քիչ էր մնում հասնեին իշխանության, ասում Վազգեն Մանուկյանից սկսած 96 թվականի մի խոսքով չշարունակել։ Այսօր էլ եթե փորձ կատարվի տարբեր նման ձևաչափերով, այսպես ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ձեռք բերել, որոշ կազմակերպությունների միջև ես նկատել եմ ինչ-որ համագործակցության բաներ են ստորագրվում, բայց ոչ համատեղ հանդես գալու, որոշ կազմակերպություններ, որոնք ասենք ներքին ռեսուրսը խոշորանալու սպառել են, փորձում են այսպես դաշնակիցներ ձևավորելով դաշինքային ինչ-որ լուծումների հանգել, բայց նման դաշինքային լուծումներն մեկը չի, մի քանի հատ փոքր նախագծեր են։ Այս ամեն ինչը պարտության պատճառ է, եւ այդ պարտության մեղավորը լինելու են ոչ թե մենք ներողություն լինելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե նախկին ընդդիմադիրները, ոչ էլ ժողովուրդը, որ չի ընտրելու այդ ճիշտ ազգային գործիչներին, հենց այդ ճիշտ ազգային գործիչները, որոնք հաճախորդային տեխնոլոգիաները նախընտրում են համախմբման ներքին ժողովրդավարության վրա հիմնված տեխնոլոգիաների, նոր բան չենք առաջարկում, ըստ էության առաջարկում ենք, չգիտեմ, ամերիկյան ընտրություններից հայտնի պրայմերիզի խորհրդարանական տարբերակ, վարկանիշային քվեարկությամբ, մինչև այդ տեղի ունեցող բանավեճերով եւ ամեն ինչ։ Օրինակ, ասենք, ես ըստեղ ինչ-որ մի հարցում համաձայն չէի, բայց իմաստ չեմ տեսնում առարկել, որովհետեւ այստեղ ոչ մի հարց չի լուծում, իսկ
մենք իսկապես լավ ծրագրի, որակյալ ծրագրի եւ ժողովրդին հասկանալի խոսալու հարց ունենք։ Այստեղ հիշատակվեց թե Մանվելի կողմից, թե Արտուրի կողմից, որ մարդիկ դա չեն հասկանում եւ պետք է նրանց խաբել։ Պարզ է, որ մենք խաբել չեմ ասել պետք է ասեմ խափում են Ես ուղղակի խնդրում եմ, որ մենք այսօրվա հանդիպման ֆորմատի մեջ մնանք։ Բայց ժողովրդի հետ խոսալու ժամանակ կերևա, թե որ տեքստերն են ավելի արդյունավետ, որ տեքստերն են մտնում այն քննությունը, որը կարող է հանրային մեծ աջակցություն ապահովել։ Այլապես, ասենք, չգիտեմ, ինչ-որ վիդեոներով խոսալով կամ նման տեղ իրար հետ խոսալով մենք այդ հանրային աջակցությունը ոչ մի կերպ չենք կարող։ Շնորհակալություն։